Սկավառակը վերջինն է, որ թողարկել եմ, բայց սրանից հետո շատ երգեր եմ։ Եթե հետո YouTube-ով խնդրեք, գտնեք իմ ես երգերը։ Ուզում եմ ձեզ ինչի եմ տալիս ես CD-ները, որովհետև սրա ոնց որ իմ կյանքի արտադրանքն է։ Ես արտադրում եմ երաժշտություն, բայց այդ երաժշտությունը գիտեք որտեղ, այն փողոցում է, մեր գլուխներում է։ Ու միակ ձևը, որ ինքը կարող է նյութական ինչ-որ տեսք ստանա, այս է CD-ներն են։ Դրա համար ես այդ երաժշտությունը վերածում եմ CD-ների, որ ինձ հարցեն դու ինչ ես անում, ես ասում ես իմ ստացած երգերն ես։ Էլի ունեմ։ Ինչքան որ բերեմ հիմա ուղղակի, հետո ես փոխանցում Արմենեի միջոցով ապայման։ Մեկը գրադարանի համար է նախատեսված, հենց մնացած երեխեքի, բայց Լիլիթը նաև նվիրում է միշտ։ Բայց հիմա ասեմ ինչու եմ ինձ կներեք, ես ուսկաներ ես նախատեսված։ Մյուս անգամ կբերենք։ Հիմա ես կմիացնեմ մի երգ, երեխեք, ասեմ ինչ եմ ես երգը միացնում։ Առաջին հայացքի կզարմանաք ինչ եմ ես ցերեկվա ժամին միացնում ձեզ համար օրորոցային։ Հիշեցիք ինչ ենք լսելու։ Օրոցային ցերեկով։ Սա կասեմ ինչ եմ։ Առանձնապես տեսնելու բան չկա իմ ընկերների։ Ու նաև իմ երեխեքի պատկերներն են։ Եվ քանի որ ես փոքր տարիքից հենց սկսեցի խոսել երգեր էի գրում։ Ու քանի որ իմ բախտը բերել որ իմ մայրիկը երաժիշտ էր, այն ժամանակ գիտեք ես ձայնագրիչները չկային, որ հենց մի բան մտքովանցի միացնեմ ձայնագրես։ Ընդհանրապես չկար այդ հնարավորություն։ Բայց իմ մայրիկը նոտագրում էր։ Ես մի բան էի հենց ինքս սկսած երգում, ինքը միանգամից նոտագրում էր ու բոլոր երգերը պահպանում էր։ Ու դրանից հետո ես հիմա օրինակ ունեմ երգ ձայնագրած, որը 4 տարեկանում եմ գրել։ Թումանյանի բանաստեղծության վրա ամբրինսարը։ Ու հետո արդեն 6 տարիքում ձայնագրել եմ եւ իմ աղջիկը երգել, այդ ապագա աստորեն էլի, այլ երբ որ ինքը լսում էր, այդ ժամանակ ձայնագրեցի։ Ինչի ես ուզում պատմել ձեզ այս երգի մասին, որ այս տարիքում 8 տարեկանում ես գրեցի այս երգը, գիտեք ինչի։ Մեր դասարան, ինչ որ մի ուսուցիչ հիվանդացել էր չէ եկել, եւ եկել էին դաս փոխարինող պրակտիկանտներ ուրիշ դպրոցից դեր համալսարանի, այդ համալսարանի ուսանողներ էին եկել։ Ու մեզ համար դա երեխեքին ինչով զբաղացնեն, սկսեցին երգեր սովորացնել։ Ու սովորացրին մեզ Վարդգես Կանաչյանի օրորը։ Լսած կլինեք երևի։ Ու ես այդ երգի տրամադրության տակ, շատ երկար, շատ երկար, մի քանի օր մնալուց հետո հանկարծ ինքս գրեցի այս մյուս օրորոցային, բայց 8 տարեկան երեխան գրում է օրորոցային, ինքը հələ ունի օրորոցայինի կարիք։ Անցան շատ տարիներ, բայց նրա շնորհիվ, որ իմ մայրիկը նոտագրել էր, պահպանվեց այդ երգը, մենք ես արդեն երբ որ ինքս երեխա ունեցա, սկսեցի իրեն քնելուց երգել այդ երգը։ Հետո քույրիկս սկսեց իր երեխեքի համար, հետո կամաց ես հանկարծ մի պահի, երբ որ արդեն սկսել էի իմ երգերը ձայնագրել, իմ գործընկերոջ հետ, գիտարահար, որ գործիքավորում էին բոլոր երգերը, մտածեցինք իսկ գուցե մենք այս երգը իրոք ձայնագրենք, գուցե ինքը լավ օրորոցային է։ Ու հիմա գիտեք, հետաքրքիր բան ասեմ, աշխարհի տարբեր տեղերում, օրինակ ես հետևում եմ, կա այդպիսի հայկական տարածքում հիմնականում YouTube են լսում, երաժշտությունը YouTube-ով են լսում, հիմնականում։ Աշխարհում ավելի շատ լսում են Spotify, բան այսպիսի տեղերով։ Եվ ես տեսնում եմ, որ քաղաքներում են լսում, օրինակ հիմա օրը ամեն օր ֆրանսիական Կանն քաղաքում
ամեն օր ինչ-որ երեխայի է քննացում։ Ես տեսնում եմ, ինքան հետաքրքիր զգացողություն է։ Ու որ պատկերացնես ինչքան լրիվ է գալիս երկը։ Ասենք ես երգ եկել այլ մանկությունից, ու հիմա օգնում է ինչ-որ մայրիկների, որ իրանք իրենց երեխեքին քննացնեն։ Այս երկի ազդեցությունն է, այս մի երկի ազդեցությունն է։ Բայց ափսոս որ մենք չունենք պատկեր, ես սարքել եմ փոքրիկ պրեզենտացիա պատկերների տեսքով, որը շատ բան չի ասում, բայց ես ձեզ կասեմ նկարների փոխարեն։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ երկերը մեր վրա ազդում են մեր ծնված օրից։ Ավելին, երկերը մեզ վրա ազդում են մեր չծնված օրից։ Այդ չէ, որտեղից ենք մենք որտեղ ենք ձևավորվում։ Մեր մարմիններում չէ արգանդում։ Այնտեղ մենք աճում ենք ու հիմա ես սարքել եմ մի փոքրիկ պրեզենտացիա, որը հիմա այսպես հա փորձեմ